Այդ ամեն ինչը իհարկե իր արժեքը կորցրել է այդ արտահայտությունները, բայց ճշգրիտ այն հանգամանքի բերումով, որ Հայաստանը որդեգրել է մի արտաքին քաղաքականություն, որը այն մասին չէ, որ Հայաստանին ինչ որտեղ պիտի սպասեն, կամ Հայաստանը ինքն իրեն նվիրի մի ինչ որ գերտերության։ Այդ ամբողջ պարադիգմից ենք մենք դուրս եկել, որովհետև եթե մենք մնայինք այդ մտածողության մեջ, որ վայ, այս մի գերտերությունը մեզ չի ուզում, հələ գնանք տեսնենք ուրիշ ինչ գերտերություն է մեզ ուզում։ Այդ տրամաբանությունը նույնն է, եւ այդտեղ ռիսկը շատ մեծ է, որ տեղից նորից հետ կընկնես նախորդ տեղը, որպեսզի այդ ռիսկերը չեզոքացվեն, առհասարակ պետք է այդ տրամաբանությունից դուրս գալ եւ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը դրա մասին է։ Հայաստան նախ եւ առաջ պետք է Հայաստանի ժողովրդին այս տրամաբանությունը պետք է մտածել, որ մենք մեզ որևէ, այսինքն մենք այդ հարցը չենք դնում մեզ որևէ տեղ սպասում են, որովհետև դա նշանակում է, որ ոնց որ այստեղ չեն տեղի ունենում կարևոր իրադարձություններ, մի հատ ուրիշ տեղ են տեղի ունենում։ Մեզ հետաքրքիր է այդ տեղը որտեղ է, հյուսիսում, հարավում, արևելքում, թե արևմուտքում։ Այդ մտայնությունից մենք դուրս ենք եկել։ Եվ Հայաստանը ունի պարզապես այդ բալանս 360 աստիճան բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն։ Իհարկե այդտեղ հարաբերությունները տարբեր այլ երկրների հետ տարբեր ծավալի են, տարբեր խորության են, բայց մեր ամբողջ ուշադրությունը միտված է նրան, ամեն առավոտ մենք արթնանում ենք, դիտում ենք այդ հարաբերությունների դինամիկան, ապահովելու համար Հայաստանի ինքնիշխանության ու խաղաղության հավասարակշռության կետը, որտեղ պետք է մի քիչ մեծացնել, ենք, որտեղ պետք է մի քիչ փոքրացնում ենք, եւ դա կրկին երկու բևեռների, երկու գերտերությունների կամ 3 գերտերությունների միջև ընտրության մասին չէ, այլ թեկուզ փոքր երկրները այդ ընդհանուր միքսի մեջ շատ մեծ դերակատարում ունեն։